Ամեն երկու շաբթի ժամը 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 մեր փառաբանությունից, երկրպագությունից, գովաբանությունից հետո աղոթելու ենք հիվանդների համար, որովհետեւ գոհությունն ու փառաբանությունը ամեն բանից վեր է։ Միայն Աստծուց խնդրելը, պահանջելը եւ ստանալը չի։ Մենք ամեն բանի համար պիտի գոհանանք։ Իսկ մեր ամենամեծ գոհությունն ու փառաբանությունը դա նրա որդու Հիսուս Քրիստոսի զոհաբերությունն էր մեր բոլորի մեղքերի եւ հանցանքների համար, որ հավիտյան պիտի փառաբանենք եւ օրհնենք այդ մեծ եւ հրաշալի իրադարձության համար, որտեղ չկա ավելի մեծ բան, որ Աստված մեզ համար արած լինի, քան նրա որդու Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը մեր բոլորի փրկության, ազատագրության եւ բժշկության համար, հավիտենական կյանքի ժառանգորդ դառնալու համար, Աստծո լիարժեք որդի, նրա ընտանիքի անդամ դառնալու համար եւ որ Տիրոջ երկրորդ գալստյան ժամանակ արժանանանք նրա թագավորության մեջ բոլորս լինելու։ Տերը օրհնի ձեզ, ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր որ մեզ ուղիղ եթերով միացել են իրենց հիվանդությունները միասին բերելու Տիրոջ առաջ, որովհետև Քրիստոսի մարմինը այստեղ է, որպեսզի մենք միասին աղոթենք, եթե հնարավորություն չեղավ մեզ ուրիշ եթերով միանալու, մենք ունենք նաև ձայնագրություն ուղիղ եթերի YouTube-յան մեր ալիքով Revival Bridge ալիքով դուք կարող եք միանալ եւ նայեք մեր տեսագրությունը եւ նաեւ կարող եք արտության կամուրջ մեր Facebook-յան էջում նայեք եւ այդ աղոթքը ձեզ կօգնի, որպեսզի ձեր սրտերը բերեք Տիրոջ առաջ եւ բժշկվեք ու ազատագրվեք։ Մինչև աղոթքի անցնելը ես մի փոքր ուզում եմ Աստվածաշնչից մի հատված միասին փորձենք նայել, որպեսզի մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի առաջ ավելի զորավոր լինի, որովհետև Տիրոջը հետաքրքրում է հիմա քո հավատքը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսին հրավիրել էին մի տուն, մի մարդ, որը որ շատ հարուստ էր եւ հրավիրել էր Տիրոջ իր տուն, որպեսզի իր մահացած աղջկա համար աղոթ քանի, որ նրա աղջիկը հարություն առնի։ Եվ Հիսուսը գնում էր այդ տունը։ Եվ ահա ճանապարհին մի իրադարձություն տեղ ունեցավ։ Մի կին, որ 12 տարվա տեռատես կին էր, արունահոսության տառապող մի կին էր, 12 տարի իր ամբողջ ունեցվածքը գրված է վատնել էր բժիշկներին եւ հիվանդանոցներին։ Այս կինը Հիսուսի ետևից մոտ գալով նրա հանդերձի ծայրին տպավ, որովհետև իր մտքում ասում էր, սա շատ կարևոր է, որ մենք բոլորս կարողանանք ընկալենք, ըմբռնենք, վերլուծենք։ Այս կինը իր մտքում ասում էր, ոչ թե բարձրաձայն, այլ իր մտքում, իր ներսում արդեն իսկ որոշում ուներ, որ եթե միայն նրա հանդերձին դպչեմ, կփրկվեմ։ Եվ այս կինը այդ ամբողջը ճեղքելով, այդ բոլոր արգելքներն ու խոչընդոտներն հաղթահարելով, որովհետև գրված է հազարավոր մարդիկ Տեր Հիսուս Քրիստոսին ուրեմն շրջապատել էին եւ ուղեկցում էին, գրված է Հայրոսի տուն, որտեղ որ մի աղջիկ կար, որի համար Տերը պիտի աղոթեր։ Բայց այսօր մենք Հայրոսի տուն չենք գնա, մենք ճանապարհին կնայենք Տեր Հիսուս Քրիստոսի այս արձագանքը, այս կնոջ արարքին։ Այս կինը չէր պայմանավորվել Տեր Հիսուս Քրիստոսի հետ, որ այդ օրը պիտի Տերը իր համար աղոթի։ Այս կինը նույնիսկ շատ մեծ դժվարությամբ որոշում էր կայացրել, որ պարտադիր պետքա Տիրոջը հպվի։ Ես ուզում եմ քեզ հորդորեմ, որ թողնես բոլոր քո այն ներքին հիասթափությունները, հուսահատությունները, որոնք կարող են արգելք դնել։ Դիվային աշխարհը իր ամբողջ ուժով ու զորությամբ հնարավոր է քեզ շրջափակած լինի եւ քո մտքի մեջ համոզմունք բերած լինի խավարից, որ քեզ փրկություն չկա, դու այլևս երբեք չես բժշկվի։
Բայց ես ուզում եմ, որ դու հիմա քո մտքիդ մեջ ասես, որ այս աղոթքի ժամանակ բավարար է այս աղոթքը, որ Տիրոջ հպումը պիտի լինի ինձ։ Եվ ես պիտի հպվեմ, որովհետև մենք աղոթքով հպվում ենք Տիրոջը, որովհետև մեր աղոթքը առավել քան երբեք հասանելի է Հիսուս Քրիստոսի անունով, որտև Տերն ասեց, ինչ որ խնդրեք 2-3 հոգի իմանով, ես պիտի լսեմ, ես պիտի կատարեմ, եւ պիտի տամ ձեզ։ Եվ մեր խնդրանքը բարի է, եւ մեր խնդրանքը քո առողջությունն է։ Եվ այս խոսքերը պիտի հավատք բերեն քո մեջ, որտեղ հավատքը դա լսելուց է։ Իսկ եթե դու լսում ես, ուրեմն քո մեջ հավատք կա, որովհետև մարդիկ կան, որ արհամարում են Աստծո խոսքը եւ չեն ուզում լսեն, բայց ասում են մենք հավատում ենք Աստծուն, դա սուտ է, որովհետև հավատքը խոսքի վրա է հենված։ Գրված է հավատքը լսելուց է, լսելն Աստծո խոսքից, այսինքն հավատքը գալիս է լսելուց։ Եվ երբ որ դու Աստծո խոսք ես լսում, հավատքը գալիս է քո կյանքիդ մեջ։ Ուզես թե չուզես, հավատքը գալիս է, այսինքն դու սկսում ես ներքուց սկսել վստահել Աստծուն, եւ դու հանձնվում ես նրան, եւ դու ասում ես. այո Տեր, քեզ համար անկարելի ոչինչ չկա։ Եվ ինչպես այս կինը քո մտքիդ մեջ որոշում է գալի, քո բոլոր որոշումներից վեր, քո բոլոր մտքերից, հիասթափություններից, երկմտություններից, ամեն մտքից վեր մի որոշում է գալի, որ այսօր ես պիտի հպվեմ Տիրոջը, եւ Տերը պիտի հպվի ինձ։ Եվ այս աղոթքը Աստծուց է, որովհետեւ եթե սա Աստծուց չլիներ, մենք այստեղ չենք լինի, որովհետև Աստված կամեցել այսօր հպվի քեզ, եւ այս հպումը պիտի տեղի ունենա քո որոշմամբ, քո համաձայնությամբ։ Գիտես, ես քեզ մի բան ասեմ, Տերը այս աղոթքի ժամանակ գալու է քո սենյակ, քո հիվանդասենյակ, բայց դու պիտի հպվես նրան, դու պիտի քո աղակով հպվես նրան եւ նրանից վերստես բժշկություն։ Այս զորությունը պիտի փոխանցվի քո մարմնիդ մեջ եւ դու պիտի բժշկվես, որովհետեւ իր մտքում ասել էր, եթե միայն նրա հանդերձին դպչեմ, կփրկվեմ, բայց երբ որ Հիսուսը ետ դարձավ, նրան տեսավ եւ ասեց. քաջացիր դուստր, քո հավատքը քեզ ապրեցրեց, եւ կինը ազատվեցավ այն ժամին։ Գիտես, մի ուրիշ տեղ գրված է, որ երբ որ այս կինը հպվեց Տեր Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսը շուռ եկավ ասեց. ով կպավ ինձ։ Եվ նրա աշակերտներն ասեցին. վարդապետ, այսքան մարդ քեզ կպնում է եւ դու ասում ես ով կպավ ինձ։ Գիտես, ես քեզ մի բան ասեմ, շատ մարդ կարա Հիսուսի անունը տա, շատ մարդ կարա Հիսուսի նկարը, պատկերը, չգիտեմ, խաչի վրայի քանդակ ունենա, շատ մարդ կարա ուղղակի անիմաստ Տիրոջ անունը տա, բայց քչերն են նրան հպվում հավատքից, հավատքով նրանից զորություն վերցնելու, բժշկվելու եւ ազատագրվելու։ Ասեց. չէ, մեկը ինձ հավատքով կպավ, որովհետև ինձանից զորություն գնաց, մեկը սպասումով կպավ, մեկը որոշումով կպավ, մեկը վստահ կպավ ինձ։ Եվ Տիրոջը չէին հետաքրքրում այն հազարավոր մարդիկ, որոնք ուղղակի Տիրոջ կողքը կանգնած էին հետաքրքրասիրությունից, տեսնելու ինչ ա լինելու։ Ոմանք նույնիսկ ծաղրում էին Հայրոսին եւ ասում էին. քո աղջիկդ մեռավ, վարդապետին էլ մի անհանգստացրա։ Բայց Հիսուսն ասում էր. հավատա մինչև վերջ եւ կտեսնես Աստծո փառքը։ Եվ երբ որ Հիսուսն ասեց. մեկը կպավ ինձ, որովհետեւ ինձանից զորություն գնաց, այս կինը վախվխորած ասեց. ես էի Տեր։ Եվ Հիսուսը դրա համար ասեց. քաջացիր դուստր, քո հավատքը քեզ ապրեցրեց, քո հավատքի մեջ որոշում կար, քո հավատքի մեջ քայլ կար, որտեվ հավատն առանց գործերի մեռած է։ Մարդիկ ուզում են, որ Տերը գա, Տերը տեսնի, եւ իրանք քայլ չեն ուզում անեն դեպի Տերը։ Այսօրվա քո քայլը հենց քո որոշման մասին է խոսում, քո հավատքի մասին է խոսում, որ դու այսօր միացրել ես ուղիղ եթերը եւ ասում ես. այսօր ես պիտի բժշկվեմ, ես գալիս եմ ծնկներից վրա, ես կանգնում եմ կամ նստում եմ, այսօր ես միանում եմ, այսօր իմ սիրտը Տերը թող պատրաստի այս աղոթքի ընթացքում, որպեսզի ես Տիրոջ զորությունը վերցնեմ եւ բժշկվեմ։ Քո քայլերը արդեն, քո գործողությունները, որ դու միացրել ես ուղիղ եթեր, որ դու սպասում ես հիմա երբ պետք է աղոթենք, որ դու համբերատար
փառաբանությունը լսեցիր, որ դու համբերատար ես լսում իմ Աստծո խոսքը, այս ամենը խոսում է նրա մասին, որ քո մեջ որոշում կա, քո մեջ հավատ կա, եւ այդ հավատքի որոշումը քո գործողությունն է, որ դու պատրաստվում ես, որպեսզի միանաս այս աղոթքին եւ այս աղոթքի ընթացքում Տերը տեսնելու է, Տերը ուշադրություն է դարձնելու միլիարդավոր մարդկանց միջից հենց քո վրա եւ քո բժշկությունը գալու է նրա մարմնից, որը եկեղեցին։ Հալելույա, Փառք Տիրոջը։ Ես բարձրացնում եմ իմ ձեռքերս դեպի երկինք եւ Տերը տեսնում է նաեւ իմ հավատքը, որ ուղղված է դեպի քո բժշկությունը։ Ես հավատքով բարձրացնում եմ իմ ձեռքերս դեպի երկինք եւ ես տարածում եմ իմ ձեռքերս դեպի Տիրոջ փառավոր գահը, որ տեղից գալիս է շնորհք ու ողորմություն։ Եվ մենք համարձակություն ունենք այսօր Հիսուսի անով աղոթելու։ Եվ մենք այսօր այն բոլոր հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր հիվանդներից զատ ուզում ենք Տիրոջը հպվենք եւ մենք այս աղոթքով հպվում ենք, որտեղ աղոթքը դա հպման միակ կերպն է Տիրոջը։ Հալելույա, որտեղ այս աղոթքը Սուրբ Հոգին է միացնում երկնային արքայի սորավոր գահին, որտեղից ասում է գալիս է շնորհք եւ ողորմություն։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ զորությունը հիմա քո սենյակիդ մեջ գա եւ լցվի քո մարմնիդ մեջ։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ զորությունը անցնի քո մարմնի բոլոր հիվանդ անդամների միջով։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ զորությունը քո մարմնի բոլոր հիվանդությունները վերցնի ու դուրս շպրտի։ Ես Հիսուսի անով խոսում եմ, որ Տիրոջ զորությունը հիմա իջնի քո վրա։ Քո փակ աչքերը, քո կեցվածքը աղոթողի, թող շարունակի մնալ մինչև վերջ, մինչև ես չասեմ վերջ։ Թող հիմա քո ողջ ներքնաշխարհը լցվի սպասումով եւ քո մտքիդ մեջ ասա, որ այսօր իմ բժշկվելու օրն է եւ ես բժշկվելու եմ։ Եվ այս հիվանդությունը իմ կյանքի դատապարտությունը չի, ինչպես շատերն ասում են իմ ընկերը, ոչ, դա օտար է։ Եվ ես Հիսուսի անով ասում եմ, դուրս բոլոր հիվանդություններն ու ցավերը քո մարմնից, դուրս Հիսուսի անով։ Եվ ես խոսում եմ բժշկություն, բժշկություն, Տիրոջ վերքերից գալիս է զորություն, Տիրոջ մարմնից գալիս է զորություն, Տիրոջ հոգուց գալիս է զորություն, ամենքի մարմնի վրա, որ հիմա աղոթում են եւ աղաղակում են Հայաստանի բոլոր հիվանդանոցներում, տներում, ամենուրեք Տիրոջ զորության այս հզոր ալիքը անցնում է եւ հպվում ամեն հիվանդ մարմնի անդամի վերցնելով եւ հալածելով ամեն հիվանդություն, քաղցկեղ, ուռուցք, ամեն տեսակի վիրուսային հիվանդություններ, ամեն տեսակի հոդային, արյան, երակային, անոթային, Հիսուսի անով։ Հիմա ինչ-որ մեկի գլխացավն է բուժվում, գլխուղեղի ամեն տեսակի հիվանդություններն ենք խոսում, որպեսզի բժշկվեն։ Մեզ երեք ուղված նամակը Տեր Հիսուսի անով ես աղոթում եմ Տեր եւ բերում եմ քո առաջ եւ աղոթում եմ, որպեսզի դու հիմա քո բժշկարար զորությունը Տեր, փառավոր Տեր ջան, թափես եւ քո բժշկությունդ գա եւ ազատագրություն գա Տեր։ Թող քո աստվածային զորավոր, փառավոր, հաղթական բժշկարար զորությունը իջնի Տեր։ Հալելույա, հալելույա, փառք ես, փառք ես։ Մենք աղոթում ենք այս քրոջ ամուսնու համար, որ մեզ նամակ ա գտրել։ Տեր, մենք աղոթում ենք Հիսուսի անով եւ խնդրում ենք Հիսուսի զորավոր անով, որ այս էպիլեպսիայի հիվանդությունը գնա, Սիլվայի գլխուղեղից ուռուցքը Հիսուսի անով հեռանա եւ քո բժշկարար զորությունը գա, որ նրանք գան եւ վկայեն։ Ես աղոթում եմ բոլոր նրանց, ովքեր որ իրանց նամակներով, իրանց հիվանդությունների համար խնդրել են աղոթել, Տերս, մենք բարձրացնում ենք բոլոր այդ անձերին քո ձեռքերիդ մեջ եւ աղոթում ենք, որ այդ հիվանդության անեծքը վերցնես, այդ հիվանդության կապակները ջախջախես եւ ես Հիսուսի անով հալածում եմ այն բոլոր խավարի ուժերը եւ դիվային ոգիները, որ կանգնած են այդ հիվանդությունների հետևում։ Տեր, փառավորում եմ քեզ, բժշկիր, բժշկիր,
պարկիր, նստիր, ծնկիր, լրության մեջ եւ ասա ուղակի իմ անունը Հիսուս, 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 ես հավատում եմ Հիսուս, իմ այս աղոթքս, իմ այս դիրքս, իմ այս կեցվածքս, որ ես միացել եմ այս աղոթքին, դա իմ հավատքն է, որ ես իմ կողմն անում եմ, որովհետեւ հավատն առանց գործերի մեռած է, բայց ես հիմա գործողություն եմ անում հավատքի Տեր, որպեսզի ոչ թե մահը, այլ կյանքը իմ մեջ իշխի եւ փառավորվի քո սուրբ անունը, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ամեն հիվանդությունները, ամեն ցավերը հալածում եմ եւ ես խոսում եմ, որպեսզի աստվածային բժշկությունը, ով Տեր, քո աստվածային բժշկությունը անցնի ամեն հիվանդ մարմինների միջով եւ թողի այդ բժշկությունը եւ թողի կյանք եւ մաքրի անհետ Տեր իմ Աստված բոլոր հիվանդություններից Փառքես, ես աղոթում եմ բոլոր երեխաների համար, պատանիների ու երիտասարդների համար, ամեն կախվածության մեջ, ամեն տեսակի կախվածություններից, թմրադեղերից, ալկոհոլից, ամեն տեսակի կախվածություններից, Հիսուսի անով, ամեն տեսակի հիվանդությունները, ես Հիսուսի անով հալածում եմ եւ խոսում եմ, որ Տիրոջ զորությունը իջնի ամեն մարմնի անդամների վրա, որտեղ որ ծրած են ձեռքեր հավատքով, փառքես Տեր, հալելույա։ Մենք փառավորում ենք քեզ, շարունակիր մնալ Տիրոջ ներկայության մեջ։ Շարունակիր մնալ Շարունակիր մնալ, որտեղ Տիրոջ զորությունը քո վրա է, Տիրոջ զորությունը իջել է քո մարմնի բոլոր հիվանդ անդամների վրա, եւ դու բժշկվում ես, եւ դու ազատագրվում ես, եւ Տերը մաքրում է քո մարմնի բոլոր անդամները, հիվանդության ամեն տեսակի ցավերից, անեծքներից, ինչ անուն որ ունի քո հիվանդությունը, ես Հիսուսի անունով խորտակում եմ ոտքերի տա, տրորիր քո հիվանդությունը, կանգնիր ու տրորիր ու ասա, ես տրորում ու մերժում եմ ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն արեցք, ես ջախջախում եմ ամեն թուղթուկներ ու կախարդությունները, քո կյանքիդ մեջ, Հիսուսի անունով։ Փառքես Տեր, թող քո սուրբ ներկայությունը իջնի Տեր, ամեն ոտքերի վրա, ամեն խուլ ականջների վրա, ամեն համր շուրթերի վրա, ամեն կույր աչքերի վրա, ամեն ոտքերի, որ Տեր իմ Աստված չորացել են եւ չունեն զորություն քայլելու, Հիսուսի անունով, ես բժշկություն եմ խոսում ամեն տեսակի հիվանդությունների վրա, որ մանուկների եւ պատանիներին է վերաբերվում, Հիսուսի անունով, ծուշեն հիվանդությունը, Հիսուսի անունով խափանում եմ եւ խոսում եմ քո բժշկությունը կա այդ հիվանդությամբ տառապող մանուկների վրա Տեր Հիսուս, օ դալմիզմը Հիսուսի անունով ես խոսում եմ
կնայես Տիրոջ զորությունը միևնույն է գործում է եւ նրա փառավոր ողորմությունը գալիս է որովհետեւ աղոթքը միշտ Տիրոջ առաջ ցանկալի ու հաճելի է փառքես թող տապավեն ու խափանվեն ամեն խորուշը Տեր Հիսուսի անորամե ամեն դիվային ուժերի դուրս ես խոսում որ ամեն շոկերը դեմերի ու խավարի հեռանան քո կեრძանի կյանքից դուրս չուղվիր սատանա ամեն դեմերին Հիսուսի անորամե ամեն հիվանդների կյանքից Ամեն, հալելույա, փառք Տիրոջը եւ ասենք շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ ենք բարեգութ ու բազմավորողոր, փառավոր եւ օրհնյալ, հարության, հոր աջ կողմը նստած բարեխոս, երեք այսօր հավիտյան նույն ես։ Այն ինչ որ ես կարդում եմ եւ խոսում եմ ավետարանից, այն բոլոր պատմությունները դրանք անցյալում չեն, այսօր Տերը շարունակում է բժշկել։ Պետք չի երանի տալ այն մարդկանց, ովքեր որ Երուսաղեմում հանդիպել են Տիրոջը, որտեղ այսօր Տիրոջ ողորմությունը ավելին է, քան երբևիցե, որտեղ Տերը հասանելի է։ Նրա հոգին ամեն ուրեք աղաղակներ լսելով այցելում է։ Ես աղոթում եմ, որ քո Սուրբ Հոգու զորությունը իջնի բոլոր այն սենյակներում, բոլոր այն հիվանդանոցներում, որտեղ որ նույնիսկ մեզ չեն նայում, եւ մաքրի, ազատագրի, եւ այս հրաշքները, նշանները տեղի ունենան ամբողջ հանրապետությամբ, եւ թող փառավորի քո անունդ, փառք, պատիվ, գոհություն, շնորհակալություն Հիսուսի անունով, Հորը Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելի քույրս ու եղբայրս, մեզ կարող ես հետևել մեր բժշկության, ազատագրության այս աղոթները շարունակվելու են ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 6:30 ուրեմն մեր փառաբանության ու երկրպագության այս աղոթքի ծառայություններից հետո դու կարող ես նաեւ այս հրաշք աղոթքը քո համար լսես, ընդունես եւ շարունակես փոխանցել այն հրաշքները, որոնք որ կյանքում արել է Տերը, վկայես այդ հրաշքների մասին։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ, մնաք Աստծո խաղաղությամբ, մենք շարունակենք Տիրոջը երկրպագել եւ պաշտել, հալելույա, փառք